Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք 20-րդ դարի հայ գրականության ամենահզոր, ամենաազդեցիկ դեմքերից մեկի Պարուհիր Սևակի մասին։ Նա ավելին էր, քան ուղակի բանաստեղծ, նա մի ամբողջ դարաշրջանի խիղճն էր։ Իսկ ինչպես է դա ընդհանրապես հնարավոր։ Ահա այս հարցը կլինի մեր ուղեցույցը այսօր։ Որովհետև Սևակի պատմությունը սովորական կենսագրություն չէ, դա մի մշակութային խորհրդանշի անհավանական ճանապարհորդություն է, որը կարելի է ասել ընդմիշտ փոխեց հայ պոեզիայի ընթացքը։ Դե ինչ, եկեք սկսենք հենց սկզբից ու փորձենք բացահայտել Սևակի այդ հզոր ու անզիջում բնավորությունը, որը դրսևորվեց նրա ողջ կյանքի ընթացքում։ Այս մեջդերումը, գիտեք, ամեն ինչ ասում է։ Հենց առաջին քայլերից Սևակի ուղին եղել է պայքար։ Գեղարվեստական, մտավոր պայքար, ընդդեմ կեղծիքի, ընդդեմ սովետական գրականության պարտադրված գաղափարների։ Նա երբեք չի ընտրել հեշտ ճանապարհը։ Լավ, բայց ով էր իրականում Պարուհիր Սևակը։ Նա միայն բանաստեղծ էր։ Իհարկե ոչ։ Նա կարելի է ասել մի քանի մարդ էր մեկի մեջ։ Նա բանաստեղծ էր, որը կոտրում էր բոլոր կանոնները։ Նա գիտնական էր, որը խորանում էր անցյալի մեջ, եւ նա մի հասարակական գործիչ էր, ում համարձակ ձայնը լսվում էր գրականության սահմաններից շատ ու շատ հեռու։ Իսկ որտեղից էր գալիս այս ամեն ինչը։ Որպեսզի հասկանանք, եկեք մի պահ վերադառնանք նրա մանկություն ու տեսնենք, թե որտեղից էր ծնվել գրքի ու գրականության հանդեպ այդ անհագ, անսահման կիրքը։ Պատկերացրեք մի տեսարան, հայկական մի փոքրիկ գյուղ, մի տղա, որը 5 տարեկանում արդեն կարդում ու գրում է։ Դասագրքեր գրեթե չկան, բայց նա կարդում է այն ամենը, ինչ ձեռքն է ընկնում։ Հենց այս միջավայրն էլ կոփեց բառի հանդեպ նրա սերը եւ բացահայտեց նրա անհավանական տաղանդը։ Սա ուղղակի անհավանական խոստովանություն է, չէ՞։ Գողություն կարդալուց առավից։ Սա, գիտեք, սովորական մանկական չարաճճիություն չէր։ Սա գիտելիքի հանդեպ անհագ ծարավի դրսևորում էր։ Մի ծարավ, որը նրան ուղեկցեց իր ողջ կյանքի ընթացքում։ Իսկ սա արդեն ուղղակի շատ հուզիչ պատմություն է։ Նրա անգրագետ մայրը, ով չգիտեր անգամ մեծն Հովհաննես Թումանյանի անունը, բայց տպավորված էր նրա գիքոր պատմվածքից, կարծես ակամա գուշակում է իր տղայի ճակատագիրը։ Նա երազում էր, որ իր որդին դառնա մեկը, ով բառերով կարող է դիպչել մարդկանց սրտերին։ Լավ, գնացինք առաջ։ Տեսնենք, թե ինչպես նրա ուսումնառությունն ու սովետական համակարգի հետ առաջին լուրջ բախումները ձևավորեցին նրա ողջ գրական ուղին։ Տեսեք, նրա ճանապարհը ամենևին էլ հարթ չի եղել։ Ամեն քայլին նա բախվում էր դիմադրության։ Պատկերացնում եք, իր առաջին իսկ տպագրության համար ամսագրի խմբագրին ազատել են աշխատանքից։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան վտանգավոր էր նրա ազատ, անհատական ձայնը մի համակարգի համար, որը պահանջում էր միայն կոլեկտիվի ու կուսակցության փառաբանում։ Այստեղ շատ լավ երևում է հակադրությունը։ Մի կողմում ունենք այդ ժամանակվա պաշտոնական պոեզիան, խիստ կանոններով պարտադրված լավատեսությամբ, մյուս կողմից Սևակի ազատ խորը, երբեմն մռայլ, բայց միշտ անկեղծ ու ազնիվ պոեզիան։ Նա ուղղակի բանաստեղծություններ չէր գրում, նա քանդում էր պատերը ու ստեղծում բոլորովին նոր լեզու, մարդկային հոգու ամենախորը զգացմունքներն արտահայտելու համար։ Եվ ահա նրա գլխավոր զենքը՝ ազատ ոտանավորը։ Շատերի համար դա տարօրինակ էր, անընդունելի, բայց Սևակի համար դա ազատություն էր։ Ու ոչ միայն գրական, այլև գաղափարական ազատություն, լինելու անկեղծ, խորը եւ ճշմարիտ։ Հիմա եկեք անցնենք ամենահետաքրքիրին։ Նրա ստեղծագործական գագաթնակետին, այն շրջանին, երբ ծնվեցին նրա ամենանշանավոր, ամենահզոր գործերը։ 1959 թվական Այս տարի լույս է տեսնում մի գործ, որը պարզապես գիրք չէր, դա ցնցում էր, դա մի ազգային իրադարձություն էր, որը փոխեց ամեն ինչ։ Անլռելի զանգակատունը մի ամբողջ ժողովրդի ցավի ու հարության պատմությունն էր, մարմնավորված հանճարեղ կոմիտասի կերպարում։ Սևակը համարձակություն ունեցավ խոսելու ամենացավոտ թեմայի՝ ցեղասպանության մասին, այնպիսի խորությամբ եւ ուժով, որը մինչ այդ չէր եղել։ Ահա թե ինչու այն անմիջապես գտավ իր տեղը բոլորի սրտերում։ Եվ ահա, գուցե ամենաանսպասելին, 1967 թվականին այս պոեմը ստանում է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակը։ Սա ուղղակի հսկայական իրադարձություն էր։ Սովետական համակարգը պաշտոնապես ճանաչում է մի ստեղծագործություն, որը խոսում էր ազգային ողբերգության մասին, մի թեմայի, որը տարիներ շարունակ լռությանն էր մատնվում։ Բայց Սևակը իհարկե միայն զանգակատան հեղինակը չէր։ Նրա տաղանդը բազմակողմանի էր։ Մարդը ափի մեջ ժողովածուում նա անկեղծորեն բացահայտում է ժամանակակից մարդու ներաշխարը։ Եվ այր մի իմաշտոցանուն պոեմով նա փառաբանում էր մեր այբուբենի ստեղծողին, եւ դրա հետ մեկտեղ նա նաեւ խորագիտագիտնական էր, ինչը փաստում է նրա Սայաթ Նովայի մանրամասն ուսումնասիրությունը։
Դե ինչ, մոտենում ենք նրա կյանքի ամենաողբերգական մասին եւ այն առեղծվածին, որը մինչեւ այսօր շարունակում է հուզել բոլորիս։ Ընդամենը 47 տարեկանում Հայաստանը կորցրեց իր ամենահզոր ձայներից մեկին։ Պաշտոնական վարկածը դժբախտ պատահար, բայց հանգամանքները այնքան տարօրինակ էին, որ մինչև հիմա անվերջ հարցեր են առաջացնում։ Ուրեմն ինչ էր սա իրականում։ Ողբերգական պատահար թե մի բան ավելին։ Մի կողմից պաշտոնական վարկածը, մյուս կողմից կասկածները, որ Սևակի անզիջում եւ քննադատական ձայնը պարզապես չհանդուրժեցին։ Ճշմարտությունը թերևս ընդմիշտ կմնա թաքնված պատմության խորքերում։ Բայց գիտեք ո՞րն է նրա իրական հաղթանակը։ Նրա մարմինը կարող էին կանգնեցնել, բայց նրա խոսքը, նրա պոեզիան շարունակում է ապրել, շարունակում է ոգեշնչել եւ ստիպել մտածել։ Նրա ձայնն իսկապես անլռելի դարձավ։ Եվ եկեք ավարտենք հենց իր Սևակի խոսքերով, որոնք կարծես նրա ամբողջ կյանքի բանաձևը լինեն։ Սա է այն սկզբունքը, որը նրան դարձրեց իր ժողովրդի խիղճը, ապրել ազնիվ, խոսել ճշմարտությունը եւ երբեք չդավաճանել ինքդ քեզ։ Սա է այն, ինչ Պարուհի Սևակին դարձրեց իր ժողովրդի անլռելի ձայնը։ Շնորհակալություն։